Պարոն Քոչարյան, ՀՀԴ-ի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը 168-ին հարցազրույց է տվել, որի ընթացքում խոսք գնաց նաև հոկտեմբերի 27-ից, ասում է, պորտքում կարող է տեղ ունենալ, երբ որ ժողովուրդը արդարության զգացումի պակաս է ունենում եւ այլ կուտակված խնդիրներ են լինում, մի օր դա պորտքում է ու այդ պորտկումը ինքը դրական չի գնահատում, ասում է այդ պորտկումը հետևանքները միշտ վատն են լինում, քաոսի միջև անգամ կարող է հասնել, բայց այդ պորտկումը դրսևորվում է օրինակ, չգիտեմ, հոկտեմբերի 27-ի տեսքով, նոյեմբերի 9-ի գիշերվա այդ ջարդերի տեսքով կամ Մարատ Միրզոյանի մահափորձի տեսքով, այդպիսի պորտկումներ կարող են լինել, որը իհարկե վատ բան է, բայց բուն ակտը անվանում է սրբության սրբոց, ինչպիսին օրինակ հոկտեմբերի 27-ի պորտկումներ, բուն ակտը ում սրբության սրբոց է գնահատում կամ որակում Հրանտ Մարգարյանը, ինչպես կգնահատեք։ Այդ հարցազրույցով շատ հարցեր առաջացել, դա Հրանտ Մարգարյան անձնավորությունը եւ դաշնակցական Հրանտ Մարգարյանը, որը եղել է նաեւ դուք ասացիք նախկին ներկայացուցիչ։ Այս հարցազրույցով այդ նախկին բառը ես կարող եմ անտեսեմ, որովհետեւ սրանով ինքը ասում է փաստացի ստվերային ներկայացուցիչի ես եմ եւ սա իմ մտածողությունն է եւ նախկինի գնահատականները տալով կապելով հոկտեմբերի 27-ի հետ նա ըստ էության տալիս է մի նոր ձևաչափ իշխանությունների հետ պայքարը մղելու, որը էլի հոկտեմբերի 27-ն է։ Μην մոռացեք, որ նոյեմբերի 9-ին այդպիսի սխեմա աշխատեց Հայաստանում, բայց հաջողություն չունեցան։ Էլի հոկտեմբերի 27-ի գաղափարական այդպիսի գործընթաց էր։ Մարատ Միրզոյանին փորձեցին սպանել, հետո Նիկոլ Փաշինյանին ման գալու, հավաքական եթե նայում են կառավարական շենքերը մտան, ազգային ժողով մտան, այսինքն կառավարության շենք մտան, կացարան մտան, հա, կառավարական առանձնատուն եւ այլն, այսինքն կար համակարգ, որը մեկ հպումով, մեկ կլիկ արեցին եւ այդ ամբողջ համակարգը արթնացավ։ Պարոն Քոչարյան, չեմ ավարտել։ Ինչի չեմ ավարտել, որտեվ այն ինչ որ այդ հարցազրույցում կա, ես պետքա մի քիչ մանրամասնենք։ Նույն անձնավորությունը չմոռանանք, որ Նայիրի Հունանյանը հերոխոսային երկու զանգ է ունեցել, մեկ եղել է Հրանտ Մարգարյանին, մյուսը եղել է Ժիրայր Սեֆիլյանին, եւ Ժիրայր Սեֆիլյանը, երբ որ բացահայտվեց, թե ինչ բառամթերքով է խոսել Սամվել Բաբայանի հետ, ես նկատեցի գլխավոր դատախազի զեկույցի ընթացքում, հիշեցրեցի դրանից առաջ իմ հարցման միջոցով, որ այն ինչ որ ասվել է եւ հաստատեց, քննությամբ պետքա պարզվի, երբ որ այդ բառամթերքով է դիմվում, հա, Սամվել Բաբայանին, որ մորուքը սպանված է, այդտեղ խնդիր առաջանում, որ դա ոնց որ թե գործողություններին մասնակից դարձնելու ծրագիր է իրականացնում այլ քաղաքական դեմքերի Արցախից եւ Հայաստանից։ Բայց դա քննության խնդիրն է, անջատված մասով քննությունը պետք է անի։ Եվ հիմա երբ որ ես նկատեցի, որ հաջորդ օրը անմիջապես կանչել էին Ժիրայր Սեֆիլյանին քննչական կոմիտե եւ հարցերը պարզաբանումներ են պահանջել, հետո լրատվամիջոցներին տված հարցազրույցում պարոն Սեֆիլյանը ասում էր, որ սարքվում է ինչ-որ բան, նախընտրական չէ, նախընտրական չի։ Նոր հանգամանք ի հայտ եկա, որտեղ Սամվել Բաբայանը երբեք չէր ասել այդ դրվագը։ Լրագրողը հարց է տալի, պատասխան է ստանում, եւ ակնհայտ նախաքննական մարմինը անջատված մասով պետքա ուշադրություն դարձնի այս ինչ է եղել, որը չի հաջողվել նախկինում անել, ինչի չի հաջողվել, որտեղ պարոն Սեֆիլյանը քննչական մարմինը, քննիչները, պարոն Ջանգիրյանի կողմից ղեկավարված, չեն կարողացել իմանալով այդ հերոխոսազանգի մասին չեն կարողացել որպես վկա ներգրավել պարոն Սեֆիլյանին, որտեղ ինքը փետրվար ամսին է նոր հայտնվել նախաքննական մարմնում եւ տրվել հարցազրույցը, բայց փետրվարից մինչեւ մայիս ամիսը Հայաստանում տեղ ունեցավ նաեւ իշխանության փոփոխություն, փաստացի Արամ Սարգսյանը հրաժարական չտվեց Արամ Սարգսյանին, ազատեցին պաշտպանեց դրանց պաշտպանության նախարարին եւ այլն։ Սա իմ դրվագով եւ Հրանտ Մարգարյանի մասով էլ ես գիտեմ, որ նաև ինքն էլ է հարցաքնվել այդ զանգի հետ կապված, դրանք շատ կարևոր զանգեր են։ Ինչու է հենց իրեն զանգել, որովհետև նրան հավանականությամբ նրանց ավելի լավ է ճանաչել, բոլորը դաշնակցականներ են, եւ Ժիրայր Սեֆիլյանը, եւ Հրանտ Մարգարյանը, իսկ Հրանտ Մարգարյանը սովորական դաշնակցական չի։ Հրանտ Մարգարյանը միշտ աչքի է ընկել ուժային, հա, դաշնակցության ուժային թևի աշխատանքների կոորդինացման հարցում, իսկ դաշնակցության մեջ ով որ ուժայինի եւ նյութականի, հա, կառավարումը իր ձեռքն է, դա էլ կառավարումը կուսակցությունը, բայց դա հիմա դաշնակցության խնդիրը չի, դաշնակցության հետ կապված նախկին ներկա անդադ այդ բանավեճը կա եւ վերջին հաշվով բոլոր սկաուտական շարժման մեջ ներգրաված
անդամները, դրանք բոլորը նախկին դաշնակցականներ են եղել։ Հիմա նախկին են թե քննությունը ինչ ապացուցեց, Հրանտ Մարգարյանը նորից հիշեցրեց հոկտեմբերի 27-ում անհանդուրժողական մթնոլորտի մասին, բայց 27-ից հետո երկրում ամեն ինչ առողջացավ ըստ Հրանտ Մարգարյանի։ Ամեն ինչ առողջ է փաստորեն։ Այդ 27-ի մասին երբեք դաշնակցությունը չի հիշեցրել։ Թե? Որտեղ մաս է եղել այն իշխանության, որը անցավ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ մինչև հոկտեմբերի 28-ը Հայաստանի սահմանադրական համակարգը լրիվ այլ էր։ Կար հանրապետության նախագահ, իհարկե նախագահական երկիր էր, բայց իշխանությունը նաև Անցավ ճյուղեր կարելի ասել։ Պարլամենտին, այսինքն պարլամենտում մեծամասնություն ունեցող ուժ ձևավորվեց Հանձինս Կարեն Սերոբյանի եւ Ազգեն Սարգսյանի ձևավորված միասնական դաշինքի եւ այդ արդյունքում ձևավորվեց կառավարություն եւ կառավարության ըստ փաստացի լիդերն էր ղեկավարում երկիրը։ Ռոբերտ Քոչարյանն ինքն էլ անկեղծացել եւ ասել էր, որ ինքը ունի Անգլիայի թագուհու կարգավիճակ։ Ինքը դիտորդ է։ Այդպես դիտորդ մնաց մինչեւ մայիսի, կարծեմ 5-ը, մինչեւ որ տարբեր, ինտրիգներով կարողացավ իշխանության խնդիրը լուծի, պարլամենտի այս կոնֆիգուրացիայով վարչապետին կարողացավ հեռացնի, դրանց առաջ պաշտպանության նախարարին, ուրեմն հակասահմանադրական որոշման արդյունքում հեռացրեց առանց վարչապետի հետ խորհրդակցելու, բայց դա այդ իրողությունն էր, որից հետո մեր երկիրը գնաց լրիվ այլ ճանապարհով։ Ռոբերտ Քոչարյանը Անգլիայի թագուհու կարգավիճակից լիարժեք իշխանությունը հավաքեց իր ձեռքը եւ այդ իշխանությունը թե ինչի վերածվեց եւ ուր տարավ մեր երկիրը, դա արդյունքն էր, որ 18 թվականին եղավ հեղափոխություն եւ ժողովուրդը այնուամենայնիվ ունեցավ հնարավորություն չհանդուրժել այն բարքերը, որը դրվեցին հոկտեմբերի 27-ից հետո։ Պարոն Քոչարյան, հիմա Հրանտ Մարգարյանը Չէ, մի հատ մի դրվագ ես ասացի, մի հատ նորից ֆիքսենք։ Հրանտ Մարգարյանը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ չի դժգոհել երկրում տիրող իրավիճակից։ Եվ պորտքում չի ակնկալում։ Եվ որևէ պորտքում չի ակնկալել։ Եվ հիմա ինքը պորտքում ակնկալում։ Եվ եթե նկատել եք անընդհատ 18 թվականի իշխանապողությունից հետո անդադ կան քաղաքական ուժեր, որոնք անդադ պորտքում են ուզում ձևավորեն երկրի ներսում։ Եվ այդ իրողությունները մենք հաշվի չառնել չենք կարող, որովհետև հոկտեմբերի 27-ը պիտի բացահայտված լիներ հոկտեմբերի 28-ին, ինչպես ասում էր Հրանտ Մարգարյանը, իր բնորոշման, որովհետև դա արագ պետք է բացահայտվեր, որովհետև չբացահայտվելու արդյունքում անդադ իմացեք, որ պորտկումներ կառուցող ուժեր միշտ կհայտնվեն։ Անհանգիստ աշխարհը, հետ պատերազմյան Հայաստանը, բայց մի բան հաշվի չեն առնում։ Ժողովուրդը նույնիսկ մեր պարտությունից հետո ներկա իշխանություններին, որի նաև անդամ եմ ես, վստահության քվե է տվել։ Իրենք միշտ ժողովրդի ներկայությունը կան քաղաքական ուժեր, որ անտեսում են, դնում են մի կողմ, ասում են պորտկումը արդեն արկա է։ Մինչև հոկտեմբերի 27-ն էլ բազմաթիվ եթե նայեք, հոդվածներ էին տպվում, որ երկրում ամեն ինչ վատա, նույնիսկ նկար գցեցին, հրապարակեցին հանրապետության հրապարակում կամուֆլաժ էր գցված։ Ոնց որ այդ նկարով ինչ որ ուժերի մեսիջ տրվեր, որ կամուֆլաժը պետք է հայտնվի հանրապետության հրապարակում։ Դրանք հայտնի բաներ են։ Եվ վերջին հաշվով 27-ի չբացահայտված լինելը տալիս է Հրանտ Մարգարյանին եւ ելի շատ-շատերին մտածել այդ ուղղությամբ լուծել իշխանության խնդիրը։ Պարոն Քոչարյան, մենք մի բան էլ ավելացնեմ, սա անտեսել չի կարելի։ Հայտարարություն է պարոն Մարգարյանին։ Պարոն Մարգարյանի հարցազրույցի մեջ վտանգ ներկայացնող որևէ դրվագ անտեսել չի կարելի։ Եթե մի բան էլ հիշեցնեմ, Հրանտ Մարգարյանը երբ որ Պարչել թե հոկտեմբերի 28-ին ինչ ուժեր են ներգրաված այս ահաբեկչական գործողության մեջ, պաշտպանության նախարարը որոշում կայացրեց շրջափակի, ուրեմն Երևան մտնող ճանապարհներ եւ այլն, եւ առաջի դժգոհություններից մեկը, եթե չեմ սխալվում, նաեւ Հրանտ Մարգարյանն էր, որ ասում էր, որ այսպես չի կարելի, եւ պետքա Մոլոտովի շշերի մասին ինքը երբ խոսեց։ Եթե տանկերը Երևանում են, իսկ տանկերը Երևանում են 27-ը շարունակությունը բացառելու համար։ Այդ բոլորը մոռացել են, բայց վերջին հաշվով 28-ի քննչական խումբը մեծ ժառանգություն է թողել ներկայիս անջատված մասի համար, եւ ես կարծում եմ այդ ժառանգությունը այդ հատորների մեջ գրված է, եւ հատորների մեջ ամեն ինչ է գրված։ Ես հիշում եմ, որ հայկական ժամանակում փետրվար ամսին 2000 թվականը մի հոդված էր լույս տեսել, որտեղ շատ հետաքրքիր վերլուծություն էր արված հոկտեմբերի 27-ի եւ դրանից առաջ եղած այդպես իրողությունների հետ կապված։ Դա էլ ես համարում եմ, որ շարունակում է մնալ ակտուալ, Արմենակ Միքայելյանը, եթե չեմ սխալվում, հեղինակն էր
այդ ժամանակ դատավարության ընթացքում դա տեղի էր ունենում, բայց այսօր էլ պետք է հասկանալ 27-ի չբացահայտման համար ովքեր են շահագրգռված, վերջին ասով շահագրգռված ուժերը իշխանական པարզ երևում էր, ովքեր կարող էին հրաման տային գլխավոր դատախազին, որպեսզի դատաքննությունը արագացված տեմպերով տանեն ավարտի, կարևոր վկաները չհարցակնվեն, հետո պարզվեց, որ կարևոր վկաների մի զգալի մասը մահացան, բնական թե անբնական ճանապարհով եւ մինչեւ վերջերս էլ էլի Մեկուսարանում Էդի Գրիգորյանը մահացավ, հա։ Դրանից առաջ էլեկտրիկը մահացավ էլեկտրահարումից, չէ՞ անբնական բաներ, ավտովթարներ, Տիգրան Նազարյանը Ամերիկա Միացյալ Նահանգներում պատահաբար մահացավ։ Այդպես մահանում են բոլորը։ Տիգրան Նաղդալյանին սպանեցին։ Տիգրան Նազարյանին սպանեցին եւ պետք է Ռոբերտ Քոչարյանին այդ պատվի հարցնել, բացահայտել այդ ովքեր են այդ կիլերները, ոնց եկան։ Դա sense մի հատ դետեկտիվ կինո սցենարով ուրեմն մատուցվեց, որ դա Սարգսյան ընտանիքի կողմից պատվեր իջացված հարց է, բայց ինչի Տիգրան Նաղդալյանին։ Չէ՞ Տիգրան Նաղդալյանը հանդիսանում էր կարևոր վկան հոկտեմբերի 28-ի բացահայտման համար։ Այդ բոլորը դրվեցին մի կողմ եւ հիմա հայտնություն էր Հրանտ Մարգարյանը, ոնց որ թե մեսիջ արտարել։ Որ ուժերին, այդ ուժերը պետք է արագ բացահայտվեն, եթե մեսիջ կա ինչ որ ուժերի, եւ այդ ուժերը պետք է արդեն երբ որ հարցազրույց ենք տալի, վաղը նրանք պետք է այդ մեսիջը ստանալու հնարավորություն չունենան։ Պարոն Քոչարյան, ինչ մոնոլոգ կոկտեյլների մասին խոսեցիք։ Հրանտ Մարգարյանը կոկտեյլների մասին խոսում։ Եթե չեմ սխալվում, այդ օրերին, երբ որ բանակը ծառայություն էր տանում Երևանի հա մատուցներում եւ Հրանտ Մարգարյանը այդպիսի արտահայտություն արել, եթե չեմ սխալվում։ Մի հատ հանեք, կարող է մեղք չվերցնեմ իր վրա, բայց ես հիշում եմ, որ մոլոտովյան կոկտեյլների մասին հենց ինքը Հրանտ Մարգարյանը արտահայտվել է եւ այդ կոկտեյլները կապված էին բանակի ծառայության Երևան քաղաքում տարված ծառայության հետ։ Եթե սխալվում եմ, ուրեմն դա կշտկվի, բայց ես հիշում եմ, որ իցի բան կար եւ իմ հիշողությունից չի ճնվել դա։ Պարոն Քոչարյան, մի բան նկատվեց Հրանտ Մարգարյանի հարցազրույցում, երբ ինքը պորտկում է բնութագրում հոկտեմբերի 27-ը, նոյեմբերի 9-ը, իսկ դուք նշեցիք, որ օրինակ նոյեմբերի 9-ը դա մի կետից կառավարվող մի կոճակով դա այնքան ակնհայտ տեսանելի էր։ Հիմա ավարտեմ, պարոն Քոչարյան, եւ մենք հիշում ենք նաեւ ռոմանտիկների հա այդ քայլը էին ընդհանրում։ Հիմա տեսեք, պարոն Քոչարյան, այսինքն դաշնակցությունը կամ այդ շրջանակները փորձում են ցույց տալ, որ հոկտեմբերի 27-ը եղել է ոչ թե նախապատրաստված, ծրագրված եւ պատվիրված սպանություն, այլ պորտկում է եղել ուղղակի։ Ռոմանտիկների որ պորտկում է եղել։ Դա հնչեցնում էին այն մարդիկ, որոնք ամեն վարքյան սпасել են, թե օրվա իշխանությունը ոնց պետք է տապալվի։ Քանի որ օրը իշխանություն ուներ մեծ լեգիտիմություն, այսինքն ժողովրդի վստահության քվեով եկել իշխանության, այդ նույն ուժերը Վազգեն Մանուկյանը բնականաբար փայլող աչքերով միայն ռոմանտիկ գործողություն էր ուզում տեսնել, որովհետև ինքը, եթե ինքը չի, ապա ոչ մեկը պետք է չլինի իշխանության գրող։ Որովհետև Ղարաբաղ կոմիտեին ինքը կոորդինատորի կարգավիճակից եղել է վարչապետ, հետո կորցրել է այդ ամենը։ Թող մեղքը իր մեջ ման գար, բայց միշտ Վազգեն Մանուկյանը մինչև հիմա իշխանության գալու ճանապարհը տեսնում է ցանկացած ձևով։ Ցանկացած ոչ սահմանադրական ձևով պորտկումների, ռոմանտիզմի, դրսևորումների, ռոմանտիզմ, բայց որը կարաբերի իշխանապողության։ Ռոմանտիկ դրսևորում էր նոյեմբերի 9-ը։ Ռոմանտիկ էր, բայց ռոմանտիկները շատ էին։ Ոչ թե Նաիրի Հունանյանը իր խմբով, այլ այստեղ կոնկրետ խմբեր էին, որոնք տարիների ընթացքում ծառայել էին նախկին իշխանություններին, որպեսզի քվե բերեն եւ լիցենզիա հանեն ամենաթողություն։ Տարբեր թաղամասեր այսօր էլ կան, թաղի տղերքի տեսքով, կուսակցական տղերքի տեսքով, զորք։ Հիմա զորքերը ստվերում են, բայց չկասկածեք, երբ որ միջավայր ստեղծվի, Հրանտ Մարգարյանը ասաց, այս զորքերը նորից ի հայտ կգան։ Նրանք չեն գլխատվել, նրանք թաքնվել են, որովհետև բազմաթիվ լիքը զենք կա, որը դեռ հայտնաբերված չի։ Լիքը, բազմաթիվ։ Պատերազմից նոր ենք դուրս եկել։ Դուք չկարծեք, որ պատերազմը եթե ավարտվել է, ասենք, 22 թվականին, չի ավարտվել։ Պայմանական ավարտվել է, բայց բազմաթիվ մարդիկ եւ զենք դեռ գտնվում են հսկողությունից դուրս եւ մեր իրավաբան համակարգը ամեն օր պետք է հետողությամբ աշխատանք տանի։ Որովհետեւ եթե խոսում են արդեն միջավայրի մասին, նշանակում է գիտեն այդ միջավայրը, որ թաքնված է եւ որտեղ է։
Հարցազրույցից մի հատված է Այդ ռոմանտիկների մասով։ Հիմա ես նայում եմ էլի տարբեր քաղաքական սցենարներ զարգացան իրանցից հոգևորականը ինչ որ բաներից, հետո մոռացանք, իրանցը մոռացել են, որովհետև իրանցում մարդիկ այսօր ավելի ապահով իրավիճակի քաղաքական տարբերություն ունի կրակոցների այնտեղ հանգիստ է։ Այնտեղ հանգիստ են, չէ՞, հանգիստ, որովհետև այնտեղ պետական սահման ձևավորվեց։ Բայց դա իրաց չէ դերքում, առիթ էր պետք։ Քայլեցին եկան այստեղ այսպես խառնակցության մի ամբողջ դաշտ տարեցին, տարբեր շարժումներ ձևավորվեց, փրկության շարժում, լաուն չկա։ Լավային մոռացել են։ Բարբերաբար հիշում են, որ պետք է ինչ-որ բան անել, միջավայրը ստեղծել, չի ստեղծվում։ Ինչքան ուզում եք, բայց այդ օրերին շատ կարևոր բան ասեք ռոմանտիզմի հետ կապված, որտեղ ակնհայտ էր, որ այդ խումբը այդ գործողությունը անելուց առաջ նաև նախաքննությամբ էր դա այդ ապացույցները փաստերը ձեռք բերվել, որ քաղաքական կոնսուլտացիաներ է ունեցել Նաիրի Հունանյանը տարբեր քաղաքական ուժերի եւ լիդերների հետ։ Ընդհանուր այդ ընթացքում, երբ որ ձերբակալված էին իրեն գնդում էին մեկուսարանով, նրանց այցելողներ շատ կային։ Օրինակ կար մի քաղաքական գործիչ, որը թողնյութերը ուշադիր կարդան։ Անդադ այցելում էր Նաիրի Հունանյանին։ Նաև ոչ, դաշնակցությունը այլ թեմա է։ Ոչ։ Հիմա անունները կարծում եմ նախաքննական մարմինի, եթե էսպայն էլ կարծում եմ էլի նախաքննական գաղտնիքներ կան։ Բայց ամեն ինչ արվեց, որպեսզի կալանավորվածները կալանավայրում չունենան այնպիսի բան, որպեսզի քննիչը կարողանա նրանցից համապատասխան հարցերի միջոցով ստանա լրացուցիչ ապացույցներ։ Օրինակ Ալիկ Հարությունյանը, Ալեքսանդր Հարությունյանը, նախագահի Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը պետք է հարցաքննվեր եւ իրիկուն իմանանում էին, որ առավոտյան պետք է քննիչ օգտագործի ստի դետեկտորը, նրան տալիս են ինչ-որ ուժեր մեկուսանում հոգեմետ դեղեր։ Երբ որ արդեն նախաքննական մարմնի կոնկրետ քննիչը, եթե չեմ սխալվում, Սամվել Հովհաննիսյանը, արդեն այդ ապացույցների վրա դուրս էր գալի, որ ազգային անվտանգությունում այդ աջակցությունը կառուցվել է եւ կազմակերպվել է, պարոն Սամվել Հովհաննիսյանին նկատմամբ հետո Աղվան Հովսեփյանը փորձ արեց քրեական գործառույթի։ Հետագայում, երբ որ արդեն իշխանությունը Ռոբերտ Քոչարյանին հաջողվել էր կոնսոլիդացնել իր ձեռքում, այսինքն պարապուրտից անցել էր գործողությունների։ Եվ այդ գործողությունները տևեց 10 տարի, հետո ինքը փոխանցեց Սերժ Սարգսյանին, բայց Սերժ Սարգսյանը ավելի զգույշ գտնվեց, իշխանությունը երբ որ փոխանցվեց իրեն, ինքը քաղաքական ուժերի հետ ավելի զգույշ էր աշխատում, որպեսզի այդ մթնոլորտը երբեք ձևավորվի։ Միշտ տալիս էր այդ ուժերի իշխանության որևէ կտոր։ Նրանք բոլորը երջանիկ էին։ Իշխանության մաս էին։ Հիմա բոլորը մոռացել են, որ իշխանության մաս են եւ դրա համար մթնոլորտ չկար։ Հիմա երբ որ իրանք իշխանության մաս չեն, ընդդիմություն են, բայց չհասկանալով որ ընդդիմությունը նույնպես իշխանություն է եւ նույնպես պատասխանատվություն ունի երկրի անվտանգության համար։ Իրանք բոլորը հիմա միջավայրի մասին է խոսում, չէ, այդ միջավայրը գիտենք ինչ է ընդունակ։ Այդ միջավայրը պետքա չլինի։ Երկիրը պետքա լինի ներսում էլ խաղաղ եւ այդ խաղաղությունը մեզ պետքա հնարավորություն տա ունենալ խաղաղության պայմանագիր, որը խաղաղություն կարող է հնարավորություն ստեղծի սահմանների խաղաղության համար։ Պարոն Քոչարյան, այդ հարցազրույցից մի հատվածել եմ ուզում անդրադառնալ պայման։ Լրագրողը հարցնում ասում է խոսքի գնում սահմանից իրավիճակից չկրակելու հրամանից իբր թե ու ասում է օրինակ ինչպես կարող են այս սպաները կատարել այս ռազմաքաղաքական քաղաքական ղեկավարության այս հրամանները, ես ամոթ եմ ուղղակի զգում ասում այդ հրամանները որ կատարում են։ Հետևաբար նոր իշխանափոխությունից հետո, նոր հեղափոխությունից հետո, որ ապագայում հույս ունեմ որ տեղի կունենա, պետք է նաև սպայակույտի փոփոխություն անել։ Եվ սրանի պատասխան Հրանտ Մարգարյանն էլ խոսում է, ասում է հաստատվա լրագրողն է այդպես ասում։ Ինչա պատասխանում պարոն Մարգարյան։ Եվ ակնարկում է նաև երկրապահին, իսկ Հրանտ Մարգարյանն ասում է ես չեմ ուզում հավատալ, որ այդ մարդիկ իրոք կարծում են, որ օրինակ Թուշման Վարդանը զոհվել Ադրբեջանի կազմում եւ երբ իրանք այսօր հայտարարում են, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Հիմա ասում է հույսով եմ, որ իրանք այդպես չեն մտածում, երկրապահը Սասուն Միքայելյանը հույս ունի, որ այդպես չեն մտածում, բայց ուղղակի այդպես արտահայտվում են, որովհետև իրավիճակն է այդպեսին։ Հրանտ Մարգարյանը խոսում է մի բան մասին, որից երևի պատկերացում չունի։ Երկրապահը միշտ եղել է պետության կողքին եւ շարունակում է մնալ։ Ինչքան էլ այսպեսի խարդավանքային տեսակետներ փորձի դնի շրջանառության մեջ, երկրապահը շարունակելու է պաշտպանել եւ
ներքին կայունությունը եւ սահմանների կայունությունը։ Հիմա ասում են ուրացել են զոհերի հիշատակը, ոչ մեկին չի ուրացել։ Եղել է պատերազմ, եւ մենք այդ պատերազմում պարտվել ենք։ Եվ պարտվելու հանգամանքները փառք Աստծո, այսօր մենք ունեցել ենք հնարավորություն ուսումնասիրելու քննելու, որը քննիչ հանձնաժողովի եզրակացությունը կներկայացնի մինչև հոկտեմբերի 27-ից հետո առաջիկա նիստին։ Դա չի խնդիրը։ Հիմա էլի տեսեք փորձում են հակադրեն մեկը մյուսին եւ ամեն ինչ տանեն դեպի իշխանափոխություն իրենց ճաշակով, ոչ թե սահմանադրական կարգի պահպանմամբ, ընտրությունների միջոցով, իրենք ընտրություններով իշխանություն գալու գիտեն, որ շանս չունեն։ Փողոցային պայքարը բազմաթիվ փուլերով անցել, բազմաթիվ քաղաքական եւ ոչ քաղաքական դեմքերով։ Անցել է, փոխվել է, էլ արտաքին քաղաքական վեկտորային մանգալի, էլ ներքին ուրեմն խժդժությունների համակարգեր են ձևավորում, մինչև հիմա։ Գարունը ամառով, ամառը աշունով, աշունը ձմեռով եւ մենք մոտենում ենք 26 թվականի ընտրություններին, բայց քանի որ կան քաղաքական ուժեր շատ լավ հասկանում են, որ այդտեղ են ուշացել, որտեղ իրենք սխալ օրակարգով եկան պարլամենտ, իրենք եկան, որպեսզի իշխանությունը փոխեն։ Իրենք եկան խրամատավորվելու եւ առաջին իսկ շշանետումից հետո պարզ դարձավ, որ 18 թվականի արդյունքում ձևավորված իշխանությունը եւ ներսում կարա պաշտպանի իրեն եւ կարա շենքից դուրս է պաշտպանի իրեն։ Եվ պետական համակարգը արագ գնաց այնպիսի բարեփոխումների, որտեղ նաեւ լուծվում են թե ներքին կայունությունը, թե ռեֆորմների մի զգալի մասը դեպի բանակաշինություն, որտեղ ամբողջության մեջ պետք է ունենանք անվտանգ երկիր։ Բայց էլի ուժեր կան, որոնք անդադ գիշերը քնելուց անդադ այլ երազ են տեսնում։ Ոչ թե երազ են տեսնում, թե ինչպիսի երկիր ունենանք, որպեսզի հայ մարդը մնա այս երկրում եւ արարի, այլ ուզում են միայն իշխանություն։ Իշխանությունը վերջին հաշվով տեսել ենք, երբ որ եղել է գաղափարից դուրս կամ ոչ սահմանադրական ճանապարհով նա վերահացվում լրիվ ուրիշ բանի, այն ինչ որ հակակոռուպցիոն մեր մարմինները ամեն օր արձանագրում են հաջողություններ, այն ինչ որ քոնը չի։ Պետությունն էլ մի ընդհանուր ընտանիք է, որտեղ կա միջոցներ։ Այդ միջոցներից եթե մեկը կողքի ստանում է, որը Իրանը չի, ինքը պետք է պատժվի եւ պատժվում են։ Հիմա պատժվողները, մյուսները ձգտում են իշխանություն, որտեղ առանց իշխանության քաղաքական օրակարգ չունեն, որպեսզի ժողովրդին համոզեն, որ իրենք ունեն այն պատկերացումը, որով պետք է յուրաքանչյուր հայ մարդու ընտանիքի ապագան կարողանան ցույց տան, որ իրենք դրա ստեղծողն են։ Պարոն Քոչարյան, դուք գիտեք, որ 2018 թվականի ապրիլի 23-ին Հրանտ Մարգարյանը բանտում տեսակցել է Նիկոլ Փաշինյանին։ Ես հարցազրույցից իմացա, բայց լավ կլիներ, որ պարոն Փաշինյանը ինքը մանրամասներ ասեր, բայց Հրանտ Մարգարյանը ինչ էր գնացել բանտ։ Ինչա հետաքրքիր է։ Հարցազրույցում ինքը ինչ-որ փակագծեր է բացում, բայց Նիկոլ Փաշինյանը բանտում է։ Նիկոլ Փաշինյանը դեռ իշխանություն չի։ Հրանտ Մարգարյանը որպես ինչ էր գնացել այնտեղ, ով էր իրան ուղարկել։ Վերջը բանտի դռները բաց չէին, ով ուզենար գնար բանտ։ Հրանտ Մարգարյան, Պարուր Հարիկյան, то չգիտեմ Կարեն Կարապետ, ով ասես գնում էր Նիկոլ Փաշինյանի հանդիպել ինչ օրակարգով։ Այդտեղ է խնդիրը, Հրանտ Մարգարյանը գնացել էր, որ ինչ առաջարկեր ինքը, չգիտեմ, այդ ժամանակ բյուրոյի ներկայացուցիչ էր թե չէ։ Չգիտեմ։ Ինքը իշխանության մաս էր թե չէ դաշնակցությունը այդ ժամանակ։ Չէ։ Մի կարճ ժամանակ նաև աջակցելով պարոն Փաշինյանի իշխանության ձևավորման ինքը դարձավ մաս։ Բայց մինչև այդ էլ Սերժ Սարգսյանի թիմում չէին։ Իրենք Սերժ Սարգսյանի թիմում էին։ Օրինակ Արծիվ Մինասյանը 3-4 տարբեր գերատեսչությունների նախարար աշխատել։ Հիմա մոռացել է իհարկե։ Էլ գյուղ նախարար, չէ, գյուղ չգիտեմ, էկոնոմիկայի նախարար, ֆինանսների, ամեն մի 3 տեղ նախարար եղել է։ Բայց այդ նախարարական պորտֆելները զբաղեցնելուց պետք է կարողանան ցույց տան դաշնակցությունից ստացա դրանից։ Հիմա ասում եմ մենք եղել ենք մաս, բայց 30%-ի։ Բայց ցույց տվեք այդ 30%-ի մասով այս երկրին ինչ լավ բան է կարել։ Եթե լավ բան է կարել, ապա 18 թիվ ինչ եղավ։ Պարոն Քոչարյան, այդ հանդիպմանն անդրադառնալով, երբ բացահայտում անում Հրանտ Մարգարյանը, միայն Ղարաբաղի մասով է բաց։ Այսինքն երկար խոսակցություն ենք ունեցել, բայց միայն պատմեմ Ղարաբաղի մասին ինչ ենք խոսացել։ Այդ առաջարկի իմաստը դուք հասկացաք, ես մեր հերոստատիտողներին ասեմ, որ առաջարկել էր Ղարաբաղից դիստանցավորել։ Նման էր այն առաջարկին, որը արեց Վարդան Օսկանյանը։ Բարոն Փաշինյանը ուներ ամենամեծ հնարավորությունը այն ժամանակ Լավրովի բլանը գդերելու։
Գիտեք ինչ էր ասում։ Ասում էր մենք բոլորս ունեցել ենք չեն կարա, դու հիմա շատ լեգիտիմ ես։ Դու աներ, հետո մենք քեզ կփաթեթավորենք, միջավայր ստեղծենք։ Իհարկե։ Բայց բարոն Օսկանյան, այդքանը որ հասկանում եք, գայր քնի չանձնաժողով 3 անգամ նամակ եմ ուղարկել։ Գայր մեզ բացատրել ինչպես եկավ պարոն Փաշինյանը եւ 10 ժամ քնի չանձնաժողովին տվեց բացատրություններ։ Հիմա ով որ խոսում է, կներեք, դա արժանահավատ չի։ Հիմա մենք, բայց իրենց խոսակցությունը մեզ տալիս է հնարավորություն գնահատել վտանգները։ Այդ խոսքի հետևում գործողություն կա։ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է ուշադիր նայի ամեն մի բառը եւ այդ բառի հետևում թաքնված գործողությունը։ Այդտեղ գործողություն կա։ Ով ին ոնց ուզում է թող հասկանա։ Պլանավորվող կամ պլանավորվող կամ պլանավորված, չգիտեմ։ Դա մշտապես այդ գործողությունը ուղեկցել է մեզ։ Նոյեմբերի 9-ը չմոռանաք։ Հոկտեմբերի 27-ը բացահայտված չի։ Ինչի է ես գլխավոր դատախազին ասում, որ երբ որ մենք ձեզ ընտրում էինք, դուք ասում եք այս երկու թեման նոյեմբերի հոկտեմբերի 27-ը մարտի 1-ը պատվի հարց, այո, պատվի հարց չի, անվտանգության հարց է։ Մեկը կիսա բաց, այսինքն մարտի 1-ը ես համաձայն եմ Փաշինյանի հետ ամբողջությամբ բացահայտված է, պարզապես դատաքննության փուլը չի գնում ամբողջացի, որպես այդ 800 հատորները դառնան իրականություն, բայց ըստ էության ինքը բացահայտված է։ Շատ հանգամանքներ է բացահայտված։ Ոնց է եղել։ Հակասահմանադրական գործողություններ եղել, բանական ներգրավել, դա էլ է բացահայտված։ Կրակոցների ուղղություններն էլ է բացահայտված։ Համլետ Թադեոսյանի սպանություններն է բացահայտված։ Տիգրան Աբրամյանի ուղղությամբ կրակոցներն է բացահայտված։ Խարդավանքներն էլ է բացահայտված, պարկուշների փոփոխություններն է բացահայտված։ Ինչ էլ պետք է բացահայտվի, որ ասեն կոնկրետ չեք ասել ում կրակոցից։ Մենք ասել ենք թե կրակոցների արձակածների որտեղ փնտրեք կոնկրետ կրակողին, բայց դուք ամեն ինչ արել եք, որ չգտնվի։ Նախկինում։ Հիմա ամեն ինչ անում որ գտնվի։ Ես ուզում եմ ասեմ, այո, ես վտանգ տեսնում եմ։ Եվ այդ վտանգը հիմա ես որ հարցազրույց եմ տալի, կարծում եմ այս հարցազրույցը նաև իր բովանդակությամբ կտա մեր համապատասխան կառույցներին շատ զգոն լինել։ Շնորհակալ եմ, պարոն Քոչարյան։ Շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։